Սպասի։ Որտեղից քեզ էս թևնոցը։ Էս թևնոցը ես միշտ հավանել եմ։ Ուղղակի երբեք չէի համարձակվում կրել։ Իսկ ինչ փոխվեց, որ սկսեցիր կրել։ Ոչ մի բան։ Ինչ պիտի փոխվի, պապա ջան։ Ուղղակի դուրս եկել է կրել եմ։ Բան չեմ հասկանում։ Լալայի թևնոցն է։ Հա։ Ու շատ սիրուն է։ Լավ, ես սուրճս դրսում կխմեմ։ Աղջիկը տարօրինակ է։ Եղածը թևնոց է, ինչ ես սենց խառնվել իրար։ Ոչ մի լուրջ բան չկա, պապ։ Կա, Վրամ։ Կա։ Ես ձեզ չեմ ճանաչում։ Ոչ քեզ, ոչ քրոջդ, ոչ էլ մորդ։ Ասում ես շփում չկա իրանց հետ։ Չէ։ Մենակ այդ Սոնայի պահն է էլի։ Ոնց է այս մեծ աշխարհում քուրդ հենց դրա հետ հանդիպել։ Չգիտեմ ախպերս։ Երեք են աղջկան որ տեսար, Նարենա։ Հա, իմացա անունը։ Անունի համար չեմ ասում։ Վռամի ու Կարոյի քուրն է։ Բա ոնց էր տենց ջերմ հետը։ Դե որ մասն էր ջերմ։ Դե ասում ես շփում չկա։ Հա, էլի շփում չկա, հարցեր կար մի քիչ։ Հայկո լուրջ եմ ասում, ես քո տեղը լինեի, այդ աղջկա միջոցով դրանց հարցերը կլուծեի։ Վարո մի հատ վերջ տուր։ Կուզես ես քո տեղը անեմ։ Վարո Նարեի կողմ չես էլ նայում։ Մնացած բաների մասին էլ չասեմ։ Ինքը ինչ կապ ունի ընդհանրապես։ Սպասի, հեսա կգամ դուրս կգանք։ Բահո, ես արդեն շատ լուրջ թեմա է։ Երեք աբոյին եմ տեսել։ Ինչ ես նայում, տղա ջան։ Ինչի համար, պապ։ Ոնց թե ինչի համար։ Աբոյի տան մեջ, տղա ջան, քեզ վրա կրակել են, այ դրա համար։ Խոսեցինք, ինչ-որ բաներ պայմանավորվեցինք։ Հա, իդեպ, այդ աղջկա մասին էլ խոսեցինք։ Աբոն ասում է, որ ինքը դեռ կպարզի, դե բնականաբար ես էլ ձեռքերս ծալած չեմ նստի։ Բայց դու Վռամ, դու պիտի այդ աղջկան մոռանաս։ Էդ դուք եք հա երեք տենց որոշել։
Էս ինչ տոնա չեմ հասկանում։ Եկեք մի պարզ բան հասկանանք։ Էդ ես ու Սոնան պիտի որոշենք ինչա լինելու հետոն։ Ու ես ու Սոնան պիտի որոշենք ինչքանով ենք թողելու, որ մեր ընտանիքները խառնվեն մեր հարաբերություններին։ Դու գժվել ես վրամ։ Հա? Ես կարող եմ հենց վաղն էլ Սոնային տուն բերեմ։ Ու եթե տենց բան որոշեմ, դա չի քննարկվելու։ Դուք ոչ մի բան ոչ ասելու եք, ոչ էլ անելու եք։ Ու եթե որոշումս չեք ընդունելու, ես Սոնային կվերցնեմ, կգնամ այս տնից։ Այդտեղը դու լրիվ խելքդ թրծրել ես։ Ես քեզ ասում եմ, ես աբոյի հետ բան եմ խոսել, բան եմ պայմանավորվել։ Եթե դու վրամ, եթե դու այդ քայլին գնաս, այդ կնշանակի, որ թքած ունես ինձ վրա, իմ խոսքի վրա թքած ունես։ Դու կանցնես իմ վրայով վրամ։ Իսկ այդ դեպքում տղա ջան, ես քեզ չեմ ների։ Իսկ քեզ ով էր ասում իմ փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնես ու ինչ-որ բան պայմանավորվես աբոյի հետ, պապա։ Էս իմ կյանքն է, ու որոշողն էլ ես եմ։ Սոնան այդ ընտանիքի հետ կապ չունի։ Ոչ արյունակից է, ոչ էլ ինչ-որ հարազատ։ Ես իմ ասածն ասեցի, մնացածը դուք գիտեք։ Հայկ, ես գնում եմ աշխատանքի, ճիշտ է, չէի ուզում, բայց գրանցում ունեմ։ Ավելի լավ, մի քիչ կցրվես, բայց սպասի, մենակ չես գնում, ես քո հետ գալու եմ։ Ինչ ցրվելու մասին է խոսքը։ Պապան ինչ գնացել է, տեղս չեմ գտնում։ Էնպես է իրան պահում, իբր ոչ մի բան չի եղել, բայց հաստատ գիտեմ, մի բան եղել է, թե չէ այս վիճակում չէր գնա։ Էն էլ այդ դեպքերից հետո։ Պապատ լավ գիտի ինչ անում։ Հա, արդարացրու պապային, իսկ ինձ մի հասկացի։ Բայց ով ասում, որ ես քեզ չեմ հասկանում, Սոնա։ Ուղղակի հարցեր կան, որ պիտի ավելի սառը գլխով մտածես։ Պապատել ինչ-որ մի քայլ անելուց առաջ իմացի, որ 1000 անգամ մտածում նոր անում է։ Չգիտեմ, ինձ թվում է մի բան լինելու է։ Ամեն պահի ինչ-որ իրադարձության եմ սպասում, չգիտեմ։ Հեռախոսս վերևում եմ, ոնց որ մոռացել։ Գնամ վերցնեմ ու գամ, Վարոյին էլ ասեմ, որ դուրս ենք գալու։ Հիմա դու ինձ չես թողնելու, որ ես տնից մենակ դուրս գամ։ Հիմա ես չեմ հասկանում, դու չես ուզում գամ հետդ։ Ոչ մի բան մի ասա։ Ես չեմ սպասում, որ դու հիմա ինչ-որ բանից կասես։ Քո սենյակում ես տեսել եմ նամակներս։ Ու հասկացել եմ, որ կարդացել ես։
Իսկ եթե կարդացել ես, այդ անհնարին են, որ դու ինչ-որ բան հասկացած չլինես։ Այն ինչ որ կա, դա քեզ չի վերաբերվում։ Այդ իմ բաժին ցավն ու ուրախությունն է։ Այդ քեզ չի վերաբերվում ու չի էլ վերաբերվելու։ Հիմա ես քեզ այս ամեն ինչը չեմ ասում, որ դու քեզ պարտավորված զգաս կամ մեղավոր զգաս։ Չէ։ Ես չեմ որոշել զգալ են ինչ-որ զգում եմ, բայց ես ունեմ բավարար կամքի ուժ ու գիտակցություն իմ զգացմունքները կառավարելու համար։ Այս խոսակցությունից հետո ոչ մի բան չի փոխվելու, որովհետև անիմաստ է փոխել մի բան, ինչը շարունակություն չունի։ Հայկո, ինչ ես անում, քուրդ քեզ է սպասում։ Հեսա գնանք աղբերս։ Սոնային տանենք գործի, հետո մի երկու տեղ կա մտնելու այդ տարածքների համար մտնենք, հետո կհասկանանք ինչ ենք անում։ Բան է եղել, մտքերով ես։ Չէ։ Հաստատ։ Լավ, արի գնանք, ուշանում ենք։ Այս ինչ նորություններ չեմ հասկանում։ Հա? Վրամ։ Փաստորեն այսքան ժամանակ հպարտություն է իր խաղում, հա? Ինչև հիմա ախպորդ գերեզմանին չես այցելել։ Ինչ է թե վրեժ չեմ լուծել։ Փաստորեն այս ամեն ինչը հենց այնպես էր, հա? Հենց այնպես խոսում էիր։ Դու այդ տնից այս տուն աղջիկ չես բերի, ես թույլ չեմ տա։ Պապա, ամեն ինչ սկսվել է Աշոտից, իսկ Սոնան Աշոտի հետ ոչ մի կապ չունի։ Ու այն, որ ասում եմ Սոնային այս տուն եմ բերելու, այդ չի նշանակում, որ Մարգարենց ընտանիքի հետ հարաբերություններ կարա կարգավորվի։ Այդ ընտանիքը ոնց առաջ նենց էլ հիմա մնում է իմ թշնամին։ Բայց Սոնան ուրիշ է։ Ինչն է ուրիշ։ Ինչն է ուրիշ։ Այդ հայկի քույրը չի։ Ես քեզ մի անգամ ասել եմ ու հիմա էլ կասեմ։ Եթե հանկարծ որոշեմ, որ Սոնան էս տուն է գալու, այդ պահից սկսած ինքը իր հարազատների հետ ոչ մի կապ չի ունենալու։ Տենց ես մտածում, ուրեմն դեռ խակ ես, խակ, ու այդ աբոն քեզ չի ներելու, ու այն մարդուն ում չի ներում, վերջը լավ չի լինում, հասկացար, ես քեզ ասում եմ, ես աբոյի հետ բան եմ պայմանավորվել, ինքը չի հանդուրժի ձեր հարաբերությունները, դե բնականաբար ես էլ հետը, Ոնց կուզեք, ես ոչ այդ քերից եմ վախենում, ոչ էլ պատրաստվում եմ պլաններս փոխեմ։ Ես ձեզ հասկացա, դուք էլ ինձ։ Ու երբ որ հասկանամ արդեն ամուսնանալու ժամանակն է, կսկսեմ տան հարց լուծել։ Խնդրեմ, հա, խնդրեմ։ Չէ, տղա ջան, ես քեզ չհասկացա։ Հարց լուծեմ։ Ես իրոք չգիտեմ, ես չգիտեմ քեզ հետ ինչ լեզվով խոսեմ, ինչ լեզվով խոսեմ։
Երբ ես վերջացնում։ Հայկ, ես կգնամ մի անհանգստացի։ Սոն, ասում եմ, երբ ես վերջացնում։ Դե չգիտեմ, 2 օր չեմ եկել։ Գնամ տեսնեմ ինչքան գրանցում ունեմ ու քեզ կասեմ, լավ։ Ապրես։ Դե գնա։ Հիմա ինչ, չպետք է թողես այս աղջիկը հանգիստ շնչի։ Վարո հələ ոչ մի բան չի հանդարտվել, թող մի քիչ անցնի, մինչև հասկանանք ինչ ենք անում։ Սոնան էլ սիրահարված է, աղջիկ է։ Պիտի թույլ չտանք, որ զգոնությունը կորցնի։ Բայց ինչ տարած պիտի նայենք։ Արի գնանք կասեմ։ Լույս քեզ տեսնողին, ես ինչ թիկնապահներով ես եկել մեկը մեկից ծիտ։ Լիլիթ։ Ինչ, ծիտը դա նույն թրջունն է, կամ կարա լինի արծիվ, տենց լավ ավելի։ Այ հիմա հասկացա, որ քեզ շատ էի կարոտել։ Այ հենց հիմա չէ, հենց այս պահին մինչև էդ չէիր կարոտել։ Բայց մեկը ով էր։ Վարոյի անունը, Հայկի ընկերն է, չլինի իրան էլ է սիրահարվել։ Ինչի է քեզ թվում, որ հենց ինչ որ սիրուն տղա եմ տեսնում, պարտադիր պետքա սիրահարվեմ։ Լավ, 2 րոպեից հաճախորդս գալու է, ես գնալու եմ իրան սպասարկեմ, բայց ինձ խոսք տուր, ես եմ խոսք տալիս։ Խոսք տուր, որ հենց ազատ ժամանակ ունենանք, գալու ես հատիկ առ հատիկ պատմես, թե ինչի չէիր գալիս, ինչի զանգից չէիր պատասխանում ու ինչի նամակներ չէիր պատասխանում։ Լավ։ Լիլարի գնամ, ես էլ քո հաճախորդի գալուն պատրաստվում, հա։ Հաստատ չի ասելու ինչ է եղել։ Բալես, արի, նստենք վիրակապը պիտի փոխեմ։ Հետո էլի, մամ ջան։ Չէ, ոչ մի հետո, հենց հիմա, արի։ Մամ, խոսում եմ, խոսան վերջացնեմ, կգամ կփոխես, հա։ Ում հետ ես խոսում։ Մամ։ Վրամ ջան, տղես, խնդրում եմ լսի հորդ, հեռու մնա Սոնայից։ Ես բան չունեմ ասելու, հնարավոր է այդ աղջիկը իսկապես շատ լավ աղջիկ է, բայց դա ոչ մի նշանակություն չունի էլ։ Մամա, Սոնայի մասով ես ինչ ունեի ասելու, արդեն ասել եմ։ Ախր սենց ոնց կարելի է։ Ձյաձ Սակո, ինչ որ խնդիր կա, այսօր քեզ նման չես։ Արմո, ջղայնացած եմ, ահա որ ջղայնացած եմ, լավ կլինի ոչ մի բան չհարցնես։ Բայց ինչ պետք է լիներ, որ սենց լինես։ Ինչ պետք է լինի, ինչ պետք է լինի։ Բանից պարզվում է, որ վռամը այդ աղջիկը այդ լավ էլ կապը պահում է։ Ես այսքան տարի երեխեքիս համար ամեն ինչ անեմ ու իրանք գնան ու գտնեն այդ մարգարի Գերդաստանի։ Առաջին անգամը չի, որ ես քեզ ասում եմ։ Քիչ-քիչ դրանք վռամին քո դեմ են հանում։ Լավ կլինի վռամին հեռու պայես դրանցից ու դրա դեմն առնես։ Արմո, լավ կլինի այս թեման էլ շարունակենք։ Ես իմ տղին լավ եմ ճանաչում, եթե գնացել է այդ քայլին, ուրեմն գիտի ինչ անեմ։ Դու ինձ ասա տեսնեմ ինչ լուր կա բեռներից։ Ձյաձ Սակո, կարող եմ մի բաժակ թունդ սև կոֆե ասեմ դնեն։ Համ էլ մի քիչ կհանգստանաս։ Էսա փոքր է տարածքը, բայց ձեր ասած գործի համար հարմար տարբերակ է։ Ինձ էլ է տենց թվում։
Հա, Վարոն, ինչ ասեցիր։ Ինձ էլ է թվում հարմար կլինի։ Մի երկու տարածք էլ կա, նայենք ու հասկանանք աղբերս։ Ոնց չկա տղեկ ջան։ Բայց ասում եմ, սկզբի համար հարմար էլ տարածք է, ինչ նայենք։ Հարմար է, բայց ամեն դեպքում նայենք, էլ մի քանի բան։ Հանդիպել ես Նարեին։ Փորձում եմ։ Փորձի սիրտը շահես, բայց քեզ ավել բան թույլ չտաս։ Դու լավ գիտես, որ ինչ էլ լինի Նարենի աղջիկն է, ինձ համար ուրիշ աշխարհ է։ Ինձ թվում է, որ ավելորդ չի մի անգամ էլ քեզ զգուշացնեմ։ Ինչ էլ լինի Արմու, վերջին խոսքը Նարենին է, միշտ։ Մոքնոկատո ենք խաղում։ Մի անհանգստացեք, դուք ձեր ուզած արդյունքը կտեսնեք։ Լիլ, դու սկսի էլ, ես հեսա կգամ, կներեք ինձ։ Ալո։ Ինչի չէիր պատասխանում հեռախոսիդ։ Աշխատանք եմ վրա։ Պայմանավորվել էինք, որ պիտի զանգեիր, Սոնա։ Գիտեմ։ Հանդիպում ենք։ Սոնա, խոսալու բան կա։ Դու էլ գիտես, որ շատ կարևոր է ու պիտի խոսանք։ Վրամ կներես, բայց չեմ կարա, հիմա աշխատանք եմ, հետո էլ Հայկն է գալու հետևիցս։ Վերջի դեպքերից հետո ինձ մենակ չի թողնում։ Չեմ հասկանում, դժվար է քո համար գործիցդ մի ժամ շուտ դուրս գաս։ Թե ուրիշ խնդիր կա։ Կներես ինձ։ Ես քո գործի տեղ կգամ։ Վրամ խնդրում եմ քեզ։ Ես հասկանում եմ, որ վերջի դեպքերը երկուսիս կյանքն էլ գլխի վրա շուռ ա տվել, բայց հանդիպումներ փնտրելու իմաստ էլ չկա։ Իզուր բարդացնում ենք մեր կյանքը։ Երեք տենց չէիր ասում, Սոնա։ Ես գալիս եմ արդեն։ Վրամ խնդրում եմ։ Վերջ անջատում եմ։ Վրամ ոնց ես գալիս, եթե 2 օր առաջ ես վիրահատվել, դու քո մասին չես մտածում։ Որ իմանամ մեր տուն կգաս, ես տնից դուրս չեմ գա։ Գժվեցիր։ Տեղ ասա, Սոնա։ Բալես արի ներս վիրակը պտպող։ Հետո էլի ման։ Էլի հետո 2 րոպեվա հարցա, արի։ Լավ, մենակ արագ էլի։ Ինչի։ Որովհետև գնում եմ։ Ուր ես գնում, բալես գժվել ես, քեզ չի կարելի։ Քեզ հատուկ ստորագրությամբ հիվանդանոցից դուրս են գրել։ Արի ներս։ Մամ, հիմա փոխում ես, թե գնամ։ Այս ինչ կապրիզներ են, ես չեմ հասկանում։ Պարզա, գնում եմ։ Ես կխելագարվեմ, ազնիվ խոսք, ես ինչ եք անում։ Լավ, մնա այստեղ, ես հիմա կգամ։ Լիլ մի րոպե կգաս։ Լիլ, ես մի հատ դուրս եմ գալիս։ Արդեն։ Էլի հետ եմ գալու։ Բայց ուր կգամ կբացատրեմ։ Վրամ, բալես լավ չես։ Մամ, տաքսի կանչելի։ Ինչ տաքսի։ Սկուր, ինչ տաքսի, ես չեմ հասկանում, այդ ինչ անհետաձգելի գործ է, որ հենց հիմա պետք է գնաս։ Արի գնանք ներս, արի բալես, արի։ Ես գնաց քեզ բռնեմ։ Սիրակապը պետք է փոխեմ։ Տեսնում ես, Արնա հոսում է, էս էլ քո անկողնային ռեժիմն է։
Մամ կամաց։ Բռնվի։ Այս կողմից։ Մամ կպարկեմ կանցնի մի խառնվի իրար։ Այ, այլ գնանքներ հորը զանգեն, որ հիվանդանոց գնանք։ Զգուշ, այլ գնացին։ Մամ ասում եմ կպարկեմ կանցնի, ոչ մի տեղ էլ մի զանգի։ Բալես։ Յա, ինձ լսի, գնացինք։ Զգուշ։ Օխ։ Գալս չի ստացվում, բայց անպայման տեսնելու ենք ու խոսելու ենք իրար հետ, ու այդ չի քննարկվում։ Ինչ լավ է եկար, ես էլ ուզում էի քեզ զանգել։ Վրամը լավ չէր։ Ինչ-որ բան է եղել։ Դե ինչ պիտի լինի։ Ինչ բժիշկները ասել են, ճիշտ հակառակն է անում։ Հիմա լավ է արդեն իրեն զգում։ Դե վիրակապը փոխեցի, ուզում էր պարկել, մենակ եմ թողել։ Արե անդադ փորձում եմ ինձ ցրել, բայց չի ստացվում։ Ասածները անդադ մտքերիս մեջ է։ Չեմ կարողանում հորը տերեսին նայել։ Չեմ կարողանում հետը խոսել։ Չեմ հավատում։ Մամի մոտ էլ է տենց անընդհատ ինչ-որ նոր վատ բաներ եմ հիշում ու ինձ շատ ավելի վատ եմ զգում։ Գիտես, մտածում եմ Լուսիկին զանգեմ։ Մամա, Լուսիկին որպես ինչ զանգես։ Դե չգիտեմ, կարող է ինքը ինչ-որ մի բան գիտի։ Օրինակ ոնց որ դու գիտեիր ինչ-որ բան։ Այ չգիտեմ, արե, չեմ իմանում ինչ անեմ։ Մամ, դե իմաց չկա զանգես։ Ինչ պիտի ասես։ Կամ ինքը ինչ նոր բան պիտի ասի, որ դու չգիտես։ Ուզում եմ սուրճ խմեմ։ Քեզ էլ դնեմ։ Լուսիկ ջան, բարի օր։ Լուսիկ ջան, ուզում եմ քեզ բան ասեմ, բայց չգիտեմ էլ ոնց հարցս տամ։ Չգիտեմ էլ քաջիկը քեզ ասելա, թե չէ, տեղյակ ես, թե չէ, բայց ես էլ չեմ կարողանում, սիրտս պայթում է։ Խնդրում եմ ինձ հետ զանգի, պիտի խոսենք։ Հա, ու մի բան էր, հանկարծ քաջիկ ինչ ասես, որ քեզ հաղորդագրություն եմ ուղարկել, լավ, շատ եմ խնդրում։ Անիկ, ես ինչ ես անում, ինչ ես անում։ Էս էլ մեր սուրճը։ Լուսիկին հաղորդագրություն էի ուղարկել, բայց արագ ջնջեցի։ Մտածեցի, բա որ ոչ մի բան չգիտի ու լուրը տարածվի։ Մամա, ոչ դու, ոչ Լուսիկը։ Ոչ մեկը չէ կարողանալու ինչ-որ բան անել կամ փոխել։ Լուսիկին ինչ ես խառնում։ Չգիտեմ,
Չգիտեմ, երևի չեմ հավատում, կամ էլ ինչ-որ մի բան ուզում եմ հաստատ իմանալ։ Շատ վատ բան ա եղել, սարսափելի, ահա որ։ Ես մի կողմից հասկանում եմ, պապան կարա լինի խիստ կոպիտ, վատ մարդ, չգիտեմ, խարդախ, բայց որ իր սեփական ձեռքերով ընկերոջը սպանի, հետո թաղի, ես դրան չեմ հավատում, գլխից մեջ չի տեղավորվում։ Դու հասկանում ես, ես հիմա պապայի հետ նույն սենյակում չեմ կարողանում մնալ։ Ես վախենում եմ, ճնշվում եմ, ինձ վատ եմ զգում։ Նարե, ախր, քո պապանա, ոնց ես խոսում։ Ման, բայց ինչն եմ սխալ ասում։ Ու ամենասարսափելին գիտես որն է, որ այս պատմության ամբողջ մեղքը բարթեցիք Աշոտի վրա։ Մարգար պապիկենք իրենց ամբողջ կյանքում ամոթով ապրեցին։ Արփին ինձ մի քանի անգամ ասել է, որ Հայկը ատում ա հորը։ Հայկը ասել է, ես հայր չունեմ։ Այդ ընտանիքը մաս-մաս եղավ։ Ու ինչի համար, որովհետև բոլորը մտածել են, որ Աշոտը իր ընտանիքը թողել է ու փախել է սիրած աղջկա հետ։ Բայց ինչ պարզվեց։ Պարզվեց, որ Աշոտը անգերեզման թաղված է։ Ու դա արել է պապան։ Լավ, մի բան չեմ հասկանում, եթե անգամ տենց սարսափելի բան է արել, ինչի է իր մեղքը թաքցրել։ Կամ ոնց է այդ ձևով խաղացել այդ մարդկանց ընտանիքի հետ, անվան հետ։ Մամ սենց պատմում եմ մարմնովս սարսուռ անցնում, ոնց որ սարսափ ֆիլմ լինի։ Հիմա Արմոն ամեն ինչ գիտի ու պայման ա դրել, ու եթե պայմանը չկատարես ինքը Բնականաբար, հա։ Բայց ախր հիմա ինչ ենք անել, Նարե։ Ինչքան է ջղայնացած լինենք, ինչքան էլ այս ամեն ինչը ճիշտ լինի, ախր քո պապան է։ Մամ, ես հասկանում եմ հիմա դու ինչ ես ասում։ Ես շատ կուզեի, որ Արմոն ոչ մի բան չիմանար։ Մենք էլ չիմանայինք։ Բայց եղածը արդեն եղել է։ Չեմ կարծում, որ Արմոն այդքան համարձակություն կունենա, որ խոսի դրա մասին։ Ինքը ուղղակի ինձ է վախացնում։ Ու ամենավատն է, որ ըստ Արմոյի պապան էլ է տեղյակ։ Ու ամեն ինչ անում է, որ իրան կողքը պահի։ Այդ ինձ ավելի է ջղայնացնում։ Ու սարսափելին կլինի այն ժամանակ, երբ որ Հայկը կիմանա։ Արմոն էլ գիտի այդ մասին։ Ու տեղ այնք իրան ուժեղ զգում։ Երևի պիտի չասեի։ Ասա։ Ոնց ես։ Ասելիքդ ասա։ Լրամը ոնց եմ։ Եթե նույն բանն ես հարցնելու, անջատեմ, որովհետև ես քո ժամանակը չունեմ։ Ինֆորմացիայի թարմացում ա եղել։ 2 րոպե ունես։ Ձեր տան մոտ կլինեմ, մի քանի րոպեից իջի ներքև։ Մամ? Մամա? Մամա? Ինչ է եղել։ Վրամը տանը չի։ Տանը չի եկա, որ քեզ հետ ասեմ։
Ես էլ նոր տեսա, որ մեքենան տեղում չի։ Ախր ոնց է այդ վիճակում գնացել, հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Վրամ, ասեցիր վատ ես, ինչի ես եկել։ Արդեն լավ եմ։ Կգրկես։ Վրամ, հազիվ ես ոտքիդ վրա կանգնում։ Արդեն լավ եմ, Սոնա։ Բայց երկար չեմ մնալու։ Բանալիները մեքենայի գրպանումս է։ Այսօր դու ես ինձ տանում։ Ուր ենք գնում։ Ուր ուզում ես տար, այսօր դու ես տանելու։ Վրամ։ Սոնա, լուրջ եմ ասում, էլ ոտքի վրա չեմ կարում կանգնեմ։ Եթե հեռախոսդ բերել ես, զանգի ասա, որ դեպք ա պատահել, հա։ Չի պատասխանում։ Մարդ կա տանը։ Պապ,